Տարիքը թիվ ոչ թե սահման, Սամվալիում բացված նոր կենտրոնը նպատակ ունի, որ ոսկե տարիքը լինի ավելի ակտիվ, առողջ ու լիարժեք։ Հարևանների վեճը հասավ ոստիկանների մահացու կրակոցներին, Գլենդելում դանակը ճանապարհը զիջեց զենքին։ Գները բարձրանում են, թե ինչ-որ մեկը բարձրացնում է, Կալիֆոռնիան սկսում է թանկացումների հետախուզություն։ Գլենդելում արդեն ոչ թե ով կհաղթի, այլ ով կհասնի եռյակին, առաջատարներն արագացնում են քայլքը, մյուսները հետապնդում։ Գերագույն դատարանում ամառը թեժ է լինելու մի քանի որոշում կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքը։ $100,000 վիզային երկար չապրեց, Թրամփի աղմկահարույց վիզային վճարը դատական արգելքի տակ է։ Թրամփը խոսում է գործարքից, աշխարհը սպասում է ստորագրությանը, երբ ենք տեսնելու Թեհրանին ու Վաշինգտոնին նույն սեղանի շուրջ։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդ թիվ։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր որ մշտապես մեզ հետ են իրենց աջակցությունը բերելով մեր ալիքի զարգացմանը։ Շարունակեք բաժանորդագրվել ալիքին, հավանել մեր նյութերը եւ տարածել, հնարավորության դեպքում դա օգնում է մեզ հասանելի դառնալ ավելի լայն եւ ընդարձակ լսարանի համար։ Սկսենք լուրերը։ Գլենդելի ոստիկանությունը 3 երեկոյան ժամի 9:04-ի սահմաններում արձագանքել է Հոնոլուլու Պողոտայի 3700 թաղամասում տեղի ունեցած դանակով հարձակման մասին ահազանգին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են տուժածի, որի մարմնի վրա եղել են դանակով հարձակմանը բնորոշ վնասվածքներ։ Քննության նախնական տվյալներով կասկածյալը տուժածի հարևանն էր։ Ոստիկանության համոզմամբ կասկածյալը դուրս է եկել մոտակա բնակարանից ձեռքին դանակ։ Երբ ոստիկանները փորձել են կանգնեցնել նրան, տղամարդը սկսել է փախչել, իսկ իրավապանները հետապնդել են նրան ոտքով։ Հետապնդման ընթացքում կասկածյալը ըստ ոստիկանության շրջվել է եւ դանակը ձեռքին շարժվել արդեն ոստիկանների ուղղությամբ։ Դրանից անմիջապես հետո տեղի են ունեցել ոստիկանության մասնակցությամբ հրաձգություն։ Կասկածյալը տեղում մահացել է ստացած հրազենային վնասվածքներից։ Ոստիկանությունից ոչ ոք չի տուժել։ Դանակահարության ենթարկված անձը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկների գնահատմամբ նրա վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում։ Ոստիկանությունը նշում է, որ դեպքի հանգամանքների քննությունը շարունակվում է եւ առաջիկայում կարող են հրապարակվել լրացուցիչ մանրամասներ։ Իրավապանները այլ կասկածյալ չեն որոնում եւ համայնքի համար շարունակական վտանգ չկա։ Միացյալ Նահանգներում հայ համայնքը շարունակում է զարգանալ ոչ միայն կրթական եւ մշակութային, այլև սոցիալական կարևոր նախաձեռնություններով։ Հանգստյան օրերին Սամվալիում իր դռներն է բացել մի կենտրոն, որի առաքելությունն է աջակցել տարեցներին, նպաստել նրանց առողջության պահպանմանը եւ ապահովել ակտիվ ու արժանապատիվ առօրյա։ Ինչ հնարավորություններ առաջարկում նորաբաց Սանլենդ տարեցների կենտրոնը եւ ինչ նշանակություն կարող է ունենալ այն համայնքի համար։ Մանրամասները մեր ռեպորտաժում։ Միացյալ Նահանգներում բնակվող բազմաթիվ տարեցների համար կարևոր խնդիր է ոչ միայն առողջապահական ծառայություններից օգտվելը, այլև այնպիսի միջավայր ունենալը, որտեղ կարող են պահպանել իրենց սոցիալական ակտիվությունն ու ստանալ անհրաժեշտ աջակցություն։ Հանգստյան օրերին Սամվալիի տարեց բնակիչների համար կարևոր ու գեղեցիկ իրադարձություն էր։ Բացվել է Sunland ADHD-ին մեծահասակների ցերեկային առողջապահական խնամքի կենտրոնը։ Կենտրոնը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ունեն առողջական, սոցիալական եւ ֆիզիկական աջակցության կարիք եւ ցանկանում են շարունակել ակտիվ կյանք վարել համայնքում։ Ծրագրի շրջանակում մասնակիցներին տրամադրվում են բուժքույրական ծառայություններ, առողջական վիճակի մշտադիտարկում, ֆիզիկական վարժություններ, ինչպես նաեւ տարբեր սոցիալական եւ ժամանցային միջոցառումներ։ Այստեղ անցկացվում են կրթական ծրագրեր, հիշողության զարգացման եւ ճանաչողական կարողությունների պահպանման ուղղված դասընթացներ, արվեստի եւ ձեռագործ աշխատանքների խմբակներ։ Մեր բոլոր մասնագետները եւ մեր տեխնոլոգիան եւ մեր կենտրոնի կահավորումը այնպես է, որ պետք է նրանց օրը այնպես անցնի, ոնց որ իրենց տանը, իրենց հարազատների շրջապայքում։ Մենք դիմավորելու ենք մարդկանց
անհատականորեն, մեր վերաբերմունքը լինելու է անհատականորեն կախված նրանց պահանջներից, նրանց ֆիզիոլոգիական եւ մտավոր եւ հոգեվոր պահանջներից։ Մեր ծառայությունը այդպես է առանձնանալ։ Իհարկե ունենք activity, ունենք physical therapy, ունենք occupation therapy եւ ունենք հոգեբանը, որը գալիս է ամիսը մի քանի անգամ, բացի այդ ունենք social worker-ները, որոնք նրանց օգնելու են նրանց սոցիալական հարցերը, խնդիրները լուծելու համար։ Ծրագրերի տնօրենի խոսքով նման կենտրոնները կարևոր դեր են խաղում ոչ միայն տարեցների առողջության պահպանման, այլ նաև միայնության եւ սոցիալական մեկուսացման նվազեցման հարցում։ Այցելուները հնարավորություն են ստանում շփվել հասակակիցների հետ, մասնակցել տարբեր միջոցառումների եւ պահպանել ակտիվ կենսակերպը։ Մեկ շաբաթ է գալիս եմ, շատ գոհ եմ, շատ լավ է։ Ես ու ընկերուհիս ուրիշ կենտրոնից ենք եկել։ Այստեղ մենք երկրորդ տունն ենք համարում։ Իսկապես մեր նմաններին շատ են հարգում։ Եվ շատ շնորհակալ եմ այս առողջապահական միություններից։ Ստեղծական շատ ավանա։ Շատ լավ։ Մեկ երեք քանի հոգի նրա կողմից են եկել, որ ասա բարի դուք այ տեսեք ինչքան մեկ էլ հետո կորոշենք։ Այո, կա։ Բայց ես չեմ կարող ասեմ, կարող կարեք։ Իրանք թո իմանան ինչ ձևա հետո, եկան բան։ Ես շատ տատիկներ, պապիկների եմ տեսնում, որ մենակ են, շատ մենակ են եւ կարծում եմ այս կենտրոնները հաճախելով այդ մենակությունից դուրս կգան, հոգեպես իրենց ավելի առողջ կզգան։ Բացման արարողությանը տարեցներին իրենց կատարումներով ժպիտներ պարգևեցին հայտնի երգիչ-երգչուհիներ։ Ներկա էր նաև Կալիֆոռնիայի նահանգային սենատի 26-րդ ընտրատարածքը ներկայացնող սենատոր Մարիա Ելենա Դուրգազոյի շրջանի ներկայացուցիչ Բայձար Թովմասյանը։ Նա համահիմնադիրներին է փոխանցել սենատի շնորհավորանք շնորհակալագիրը։ Տատիկներ, պապիկներ, դուք մեզի բերել եք այս երկիրը, որ մենք հետ մեծանանք եւ ձեզի լավ նայենք եւ միշտ պատրաստ ենք։ Համահիմնադիրները նշում են, որ նման կենտրոնների դերը տարեցների խնամքի համակարգում ամենակարևորն է, քանի որ դրանք հնարավորություն են տալիս մարդկանց հնարավորինս երկար պահպանել ինքնուրույն կյանքը, միաժամանակ ստանալով անհրաժեշտ մասնագիտական աջակցություն։ Իսկ վերջում հավելում են, Սանվալիում գործող այս կենտրոնը պատրաստ է լավագույնս ծառայել համայնքին։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան հայտարարել է նոր մատչելիության արձագանքման խմբի ստեղծման մասին, որի նպատակն է պայքարել այն անօրինական գործունեությունների դեմ, որոնք նպաստում են նահանգում կյանքի թանկացմանը։ Նոր ստորաբաժանումը գործելու է նահանգի դատախազության կազմում եւ կհամախմբի տարբեր ոլորտների մասնագետների ուսումնասիրելու այն հնարավոր խախտումները, որոնք կարող են ազդել բնակիչների ամենօրյա ծախսերի վրա։ Խումբը կքննի բնակարանային շուկայի, մթերային ապրանքների, կոմունալ ծառայությունների, առողջապահության, մանկական խնամքի, ինչպես նաեւ սպառողական ֆինանսների եւ ժամանցային ծառայությունների գների աճի հետ կապված հնարավոր ապօրինի գործելակերպերը։ Բոնտայի խոսքով նոր թիմը հատուկ ուշադրություն կդարձնի այն դեպքերին, երբ ընկերությունները, տանտերերը, վարկատուները կամ խարդախները կարող են ապօրինի կերպով բարձրացնել բնակիչների ֆինանսական բեռը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն Կալիֆոռնիայում 18-ից 24 տարեկան երիտասարդների շուրջ 23%-ն ապրում է աղքատության պայմաններում, իսկ բնակիչների 70%-ը նշում է, որ առողջապահական ծախսերը զգալի ֆինանսական բեռ են իրենց ընտանիքների համար։ Նահանգի իշխանությունները նաև կոչ են արել քաղաքացիներին հաղորդել հնարավոր խախտումների մասին սպառողների բողոքների հարթակի միջոցով։ Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրապայքարում արդեն հայտնի են նոյեմբերյան երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուները։ News Nation-ի ընտրական կենտրոնի կանխատեսմամբ Միացյալ Նահանգների նախկին առողջապահության նախարար Խավիեր Բեսերան եւ հանրապետական թեկնածու Սթիվ Հիլտոնը կպայքարեն նահանգապետի պաշտոնի համար նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Քվեների շուրջ 82%-ի հաշվարկից հետո Բեսերան շարունակում է գլխավորել արդյունքները, ստանալով ձայների մոտ 28%-ը եւ շուրջ 200,000 ձայնով առաջ անցնելով իր հիմնական մրցակիցներից։ Երկրորդ տեղում է հանրապետական Սթիվ Հիլտոնը մոտ 25% աջակցությամբ։ Միլիարդատեր դեմոկրատ Թոմ Սթայերը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Թեև ընտրությունների արդյունքների ընդհանուր պատկերը արդեն հստակ է, պաշտոնական վերջնական արդյունքները կհաստատվեն միայն բոլոր քվեաթերթիկների ամբողջական հաշվարկից հետո։
Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում էլ է հայտնի նոյեմբերյան երկրորդ փուլի կազմագործող քաղաքապետ Քերեն Բասը եւ քաղաքային խորհրդի անդամ Նիթիա Ռամանը կպայքարեն քաղաքապետի պաշտոնի համար։ Վերջին հաշվարկված քվեների համաձայն Քերեն Բասը ստացել է ավելի քան 275,000 ձայն կամ մոտ 34% աջակցություն։ Երկրորդ տեղում է Նիթիա Ռամանը ավելի քան 229,000 ձայնով եւ շուրջ 29% արդյունքով։ Հանրապետական Սպենսեր Փրատը ստացել է մոտ 208,000 ձայն եւ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը դուրս մնալով հետագա պայքարից։ Ընտրական գործընթացի վերջին օրերին ամենամեծ ուշադրությունը կենտրոնացած էր հենց երկրորդ տեղի պայքարի վրա։ Սկզբնական արդյունքներում Փրատը փոքր առավելություն ուներ, սակայն քվեաթերթիկների շարունակական հաշվարկի ընթացքում Ռամանը կարողացել է առաջ անցնել եւ ապահովել իր տեղը նոյեմբերյան ընտրություններում։ Բասը վայելում է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի, նախկին փոխնախագահ Կամալա Հարիսի, ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսի եւ մի շարք խոշոր արհմիությունների աջակցությունը։ Ռամանն իր հայտարարության մեջ նշել է, որ պայքարը շարունակվում է ավելի անվտանգ, ավելի մատչելի եւ ավելի արդյունավետ Լոս Անջելես կառուցելու համար։ Ի պատասխան Քերեն Բասի նախընտրական թիմից հայտարարել են, որ պատրաստ են ընտրապայքարին եւ վստահ են հաղթանակի մեջ, քննադատելով Ռամանի մոտեցումները հատկապես անօթևանների ճամբարների եւ ոստիկանության ֆինանսավորման հարցերում։ Այսպիսով նոյեմբերին Լոս Անջելեսի ընտրողները ընտրություն կկատարեն գործող քաղաքապետ Քերեն Բասի եւ առաջադեմ թեւ ներկայացնող Նիթիա Ռամանի միջև։ Կանք Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններում էլ պայքարը դեռևս շարունակվում է, սակայն հրապարակված արդյունքները արդեն իսկ ուրվագծում են հավանական հաղթող եռյակը։ Այս ընտրություններում մրցակցությունը ծավալվում է քաղաքային խորհրդի 3 թափուր տեղի համար։ Վերջին հաշվարկված քվեների համաձայն առաջատար եռյակում են Դեմ Բրոթմանը, Էլենա Սատրյանը եւ Ալեկ Պարտրոսովը։ Դեմ Բրոթմանը գլխավորում է ցուցակը ավելի քան 17700 ձայնով, իսկ նրան հաջորդում է գործող խորհրդի անդամ Էլենա Սատրյանը ավելի քան 16000 ձայնով։ Երրորդ տեղում է Ալեկ Պարտրոսովը շուրջ 14200 ձայնով։ Երրորդ եւ չորրորդ հորիզոնականների միջև տարբերությունն արդեն անցնում է 3200 ձայնը եւ շարունակում է մեծանալ։ Եթե քվեների բաշխման ներկայիս միտումները պահպանվեն, ապա առաջատար եռյակը զգալի առավելություն ունի մյուս տեխնացուների նկատմամբ։ Հենց այդ պատճառով ընտրություններից մեկ շաբաթ անց արդեն ձևավորվել է կանխատեսելի հաղթող եռյակը, թեև վերջնական արդյունքների հրապարակմանը դեռ ժամանակ կա։ Ընդհանուր ընտրություններում մասնակցում էին 12 տեխնացու, որոնց թվում էին նաև Փատրիկ Մըրֆին, Ալեքս Բալեկյանը, Բեթ Բրոքսը, Վրեժ Աղաջանյանը, Քերոլին Կալուստյանը, Էվելինա Սարյանը, Ռոնի Ղարիբյանը, Գևորգ Գրիգորյանը եւ Դավիթ Մնացականյանը։ Վերջնական արդյունքները կհաստատվեն Լոս Անջելես շրջանի ընտրական մարմինների կողմից բոլոր քվեների ամբողջական հաշվարկից հետո։ Ամենագերագույն դատանը մտնում է իր աշխատանքային շրջանի ամենակարևոր փուլերից մեկը եւ առաջիկա շաբաթներին սպասվում են կարևոր որոշումներ։ Դատանի օրակարգում են մի շարք աղմկահարույց գործեր, որոնք վերաբերում են զենքի կրման իրավունքին, տրանսգենդեր մարզիկների մասնակցությանը կանանց սպորտում եւ ծննդյան իրավունքով քաղաքացիության հարցին։ Զենքի հետ կապված գործերից մեկը վերաբերում է Հավայի նահանգի օրենքին, որը պահանջում է, որ քաղաքացիները նախ ստանան սեփականատիրոջ հստակ թույլատվությունը հանրության համար բաց մասնավոր տարածքներում ատրճանակ կրելու համար։ Մյուս գործը քննարկում է, թե արդյոք կառավարությունը կարող է զենք պահելու իրավունքից զրկել այն անձանց, որոնք ապօրինաբար օգտագործում են վերահսկվող թմրանյութեր։ Մեկ այլ կարևոր հարց վերաբերում է տրանսգենդեր մարզիկներին։ Գերագույն դատանը քննում է Այդահոյի եւ Արևմտյան Վիրջինիայի օրենքները, որոնք սահմանափակում են տրանսգենդեր աղջիկների եւ կանանց մասնակցությունը աղջիկների եւ կանանց մարզական թիմերում։ Դատական լսումների ընթացքում դատանի պահպանողական մեծամասնությունը կարծես հակված էր թույլ տալ, որ այդ սահմանափակումները շարունակեն գործել։ Միևնույն ժամանակ դատանը քննարկում է նաեւ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը նպատակ ունի սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիության կիրառումը։ Հրամանագիրը նախատեսում է, որ այն երեխաները, որոնք ծնվում են Միացյալ Նահանգներում, քաղաքացիություն չստանան, եթե նրանց ծնողներից ոչ մեկը ԱՄՆ քաղաքացի կամ օրինական մշտական բնակիչ է։ Այս գործի կենտրոնում ԱՄՆ սահմանադրության 14-րդ փոփոխությունն է, որը տասնամյակներ շարունակ մեկնաբանվել է որպես ԱՄՆ տարածքում ծնված գրեթե բոլոր անձանց քաղաքացիություն տրամադրող դրույթ։ Դաշտային դատավորը չեղարկել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված $100,000 արժողությամբ H1B աշխատանքային վիզայի վճարը, վճիռ կայացնելով, որ Սպիտակ տունը գերազանցել է իր իրազորությունները։ Բոստոնի դաշտային դատանի դատավոր Լեո Սորոքինը որոշել է, որ վարչակազմը չէր կարող առանց կոնգրեսի թույլատվության նման բարձր վճար սահմանել օտարերկրյա մասնագետների աշխատանքի համար նախատեսված վիզաների դիմումների վրա։ H1B վիզաները ստեղծվել են 1990 թվականին եւ հնարավորություն են տալիս ամերիկյան գործատուներին աշխատանքի հրավիրել բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների։ Ծրագիրը հատկապես լայնորեն օգտագործվում է տեխնոլոգիական ոլորտում, սակայն դրանից օգտվում են նաեւ հիվանդանոցները, բանկերը, համալսարանները եւ այլ կազմակերպություններ։
արտոններ։ Ամեն տարի տրամադրվում է 65,000 նոր H1B վիզա, ինչպես նաև լրացուցիչ 20,000 վիզա մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան ունեցող մասնագետների համար։ Թրամփի վարչակազմը նախորդ տարվա սեպտեմբերին կտրուկ բարձրացրել էր վիզայի հիմնական վճարը նախկին $215 փոխարեն սահմանելով $100,000։ Սպիտակ տունը հայտարարում էր, որ այդ քայլը կպաշտպանի ամերիկացի աշխատողներին եւ կկրճատի արտասահմանից ավելի ցածր վարձատրվող մասնագետների ներգրավումը։ Սակայն H1B վիզայի ծրագրի շուրջ իրավական պայքարը դեռ ավարտված չէ, այլ դաշնային դատարաններում նույնպես քննվում են այս վճարի վերաբերյալ հայցեր եւ հնարավոր է, որ հարցը հասնի վերաքննիչ ատյաններ։ Սոցիալական ապահովության և Medicare առողջապահական ծրագրերի ֆինանսական վիճակի վերաբերյալ հրապարակված նոր զեկույցը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների երկու խոշոր սոցիալական ծրագրերը շարունակում են բախվել ֆինանսական լուրջ մարտահրավերների։ Զեկույցի համաձայն սոցիալական ապահովության կենսաթոշակային հիմնադրամի միջոցները կարող են սպառվել արդեն 2032 թվականին, ինչը մեկ տարով ավելի վաղ է, քան կանխատեսվում էր նախորդ տարվա հաշվետվությունում։ Միևնույն ժամանակ Medicare ծրագրի հիվանդանոցային ապահովագրության հիմնադրամը կկարողանա ամբողջությամբ վճարել նախատեսված նպաստները մինչև 2033 թվականը, ինչը համապատասխանում է նախորդ տարվա գնահատականներին։ Մասնագետները շեշտում են, որ խոսքը ծրագրերի ամբողջական փլուզման մասին չէ։ Նույնիսկ հիմնադրամների միջոցների սպառումից հետո ծրագրերը կշարունակեն վճարումներ կատարել, սակայն ամբողջական նպաստների փոխարեն կկարողանան ծածկել միայն դրանց մի մասը։ Զեկույցի համաձայն սոցիալական ապահովության համակցված հիմնադրամները, որոնք ներառում են ինչպես կենսաթոշակային, այնպես էլ հաշմանդամության ծրագրերը, 2034 թվականից հետո կկարողանան վճարել նախատեսված նպաստների մոտ 83%-ը։ Այսօր Medicare ծրագրից օգտվում է ավելի քան 70 միլիոն ամերիկացի, իսկ սոցիալական ապահովության համակարգը շարունակում է մնալ միլիոնավոր թոշակառուների եւ հաշմանդամություն ունեցող անձանց եկամտի հիմնական աղբյուրներից մեկը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են համաձայնության հասնելուն, որը նրա խոսքով կարող է ստորագրվել առաջիկա օրերին։ Նյու Յորքում լրագրողների զրույցում Թրամփը նշել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են եւ արդեն 1 կամ 2 օրվա ընթացքում հնարավոր է ավելի հստակ պատկեր ունենալ արդյունքների վերաբերյալ։ Նախագահը նաեւ հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված շրջափակումը շարունակում է լիարժեք գործել։ Նրա խոսքով Իրանը չի կարողանում արտահանել նավթ եւ ստանալ այն եկամուտները, որոնք նախկինում օգտագործում էր իր ծրագրերի ֆինանսավորման համար։ Թրամփը վստահություն է հայտնել, որ կողմերը շատ մոտ են ուժեղ եւ արդյունավետ համաձայնության, որը թույլ չի տա Իրանին որևէ ձևով միջուկային զենք ձեռք բերել։ Նրա խոսքով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Լիբանանում ընթացող ռազմական գործողությունները։ Թրամփը նշել է, որ կողմերը համաձայնել են նվազեցնել լարվածությունը եւ հնարավորություն տալ բանակցային գործընթացին։ Եվս երկու լուր Լոս Անջելեսի շրջանի ափամերձ տարածքներում այս շաբաթ վտանգավոր ծովային պայմաններ են կանխատեսվում։ Միացյալ Նահանգների ազգային օդերևութաբանական ծառայությունը հրապարակել է լողափային վտանգների վերաբերյալ նախազգուշացում, որը վերաբերում է Լոս Անջելեսի շրջանի բոլոր լողափերին՝ Մալիբուի ափին, Կատալինա եւ Սանտա Բարբարա կղզիներին։ Նախազգուշացումը գործում է մինչև 5-շաբթի երեկո։ Օդերևութաբանների տվյալներով սպասվում են ուժեղ հետադարձ հոսանքներ եւ մինչև 7 ոտնաչափ բարձրության ալիքներ, հատկապես հարավային ուղղությամբ նայող լողափերում։ Մասնագետները զգուշացնում են, որ նման պայմանները զգալիորեն մեծացնում են ջրահեղձ լինելու վտանգը։ Իշխանությունները բնակիչներին եւ այցելուներին խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում խուսափել ջուր մտնելուց կամ մնալ փրկարարների հսկողության տակ գտնվող հատվածներում։ Չնայած վտանգավոր պայմաններին բազմաթիվ սերֆինգիստներ շարունակում են հավաքվել ափերին, օգտվելու ամառային այս հնարավորությունից եւ բարձր ալիքներից։ Իսկ վերջում էլ կիսամարզական լուր ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը կարող է դառնալ պատմության ամենաշատ աղտոտում առաջացնող աշխարհի առաջնություններից մեկը։ Փորձագետների գնահատման մրցաշարի ընթացքում մթնոլորտ կարտանետվի մոտ 8.6 միլիոն տոննա ածխաթթու գազ։ Սա համարժեք է մոտ 1.7 միլիոն ավտոմեքենայի մեկ տարվա արտանետումներին եւ ավելի քան կրկնակի գերազանցում է 2022 թվականի Քաթարի աշխարհի առաջնության ցուցանիշը։ Այս տարի աշխարհի առաջնությունը կանցկացվի 3 երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում։ Մրցաշարին առաջին անգամ մասնակցում են ոչ թե 32, այլ 48 ազգային հավաքական, իսկ հանդիպումները կբաշխվեն 16 տարբեր քաղաքների միջև։ Մասնագետների հաշվարկով ընդհանուր արտանետումների մոտ 87%-ը կկազմեն ճանապարհորդությունները։ Միլիոնավոր երկրպագուներ եւ հազարավոր պաշտոնական պատվիրակություններ ստիպված կլինեն հազարավոր կիլոմետրեր անցնել իրենց թիմերին հետևելու համար։ Երկար ճանապարհորդություններ են սպասվում նաեւ ազգային հավաքականներին։ Օրինակ Անգլիայի հավաքականի խմբային փուլի հանդիպումները նախատեսված են Դալասում, Բոստոնում եւ Նյու Ջերսիում, ինչը նշանակում է ավելի քան 1700 մղոն ճանապարհ։ Չնայած մտահոգություններին, FIFA-ն
շարունակում է հայտարարել, որ հավատարիմ է կլիմայական նպատակներին։ Կազմակերպությունը դեռևս 2021 թվականին խոստացել էր մինչև 2030 թվականը կրճատել ածխածնային արտանետումները եւ մինչև 2040 թվականը հասնել ածխածնային չեզոքության։ Սակայն մինչև այժմ FIFA-ն չի ներկայացրել կոնկրետ ածխածնային սահմանաչափ, որը կկիրառվի հենց աշխարհի առաջնության մրցաշարերի համար։ Բնապահպանական կազմակերպություններն ու գիտնականները զգուշացնում են, որ 2026 թվականի մրցաշարը կարող է դառնալ սպորտային աշխարհի ամենախոշոր կլիմայական մարտահրավերներից մեկը։ Թերևս այսքան այսօրվա համար, եթե առաջին անգամ եք դիտում մեր հաղորդումը, ապա խնդրանքս է բաժանորդագրվել ալիքին։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը եղեք առողջ եւ խաղաղ։ Ցտեսություն։